Սրբազանը անհապաղ վիրահատության, Միքայել Սրբազան անհապաղ վիրահատության կարիք ունի եւ ըստ իրեն ինչ-որ բյուրոկրատական քաշքշուկներ կա, որտեղ փաստաբանը դիմել է, Բացարձակ որևէ բյուրոկրատական քաշքշուկ չկա եւ չի կարող լինել, եթե խոսքը վերաբերում է անձի առողջությանը, ընդհանրապես պետք է որ անձը դիմում ներկայացնի եւ այդ դիմումը կքննարկվի եւ կներկայացվի համապատասխան պատասխանը եւ կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն առողջության պահպանման ուղղված։ Հաշվի առնելով Չէ, դիմումը այն դիմում, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել եւ ես հանձնարարել եմ, որպեսզի եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանը այսօր կմոտենա տեղում իրեն եւ դիմումը կվերցնի եւ կներկայացնի ողակին համապատասխան քաշքշուկների մասին կներեք, բայց մենք ներողություն եմ խնդրում, ոչ, դա չի խնդիրը։ Խնդիրն այն է, սա գիտեք ինչին է նմանվում, երբ որ փաստաբանները ոչ, սա նմանվում է այն իրավիճակին, երբ որ փաստաբանները արգելված իրեին մուտք արել քրեակատարական հիմնարկ, իրենց հետ տարել էին իր, որը իրականում արգելված չէ, բայց արել էին դա սահմանված կարգի խախտմամբ։ Հիմա մեր պետությունում, եթե գործում է օրենսդրություն, կա նաև սահմանված կարգ եւ հատկապես եթե հարաբերությունների մեջ փաստաբաններն են, շատ ոչ թե գովելի է, այլ պարտադիր է, որպեսզի փաստաբանները պահպանեն սահմանված կարգը եւ խոսքը դրա մասին է եւ եթե խնդիր ունեն սահմանված կարգի պահպանման, մենք իրենց իհարկե կուղղորդենք եւ միշտ պատրաստ ենք։ Չի կարող առաջացնել խնդիր, որովհետեւ մենք խոսքը գնում ենք մարդու առողջության բացարձակ որևէ խնդիր վերաբերյալ եւ յուրաքանչյուր րոպե նրան տեսակցողներն ներողություն ավարտեմ ահազանգում ծայրահեղը եւ անհապաղ վիրահատության խնդիր ունի եւ վերջո այստեղ արտարադատություն իրականացնող մարմինը գլխավոր դատախազությունը ունեն բացարձակ լիազորություն որոշակի առումով միջամտելու որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, հատկապես արձանագրված, ոչ, ես խոսում եմ փաստերի մասին։ Ես այն մարդն եմ, ով գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի եւ այնտեղ պահվող անձանց հետ։ Գուցե չի հայտնի եւ տեսեք, որպես նախարար ձեզ դե չեք լսում, իմ պատասխանը հետեւյալն է։ Այն պահին եւ այն ժամանակ, երբ կներկայացվի համապատասխան դիմում, մենք այդ ոչ թե մենք, այլ համապատասխան գերատեսչությունը, դիմումը նախարարությանն էլ չի ուղղված, այլ ավելի առողջապահության նախարարությանն է ուղղված, մեր գործընկերները վստահեցրին, որ համապատասխան գործիքակազմը գործի կդնեն եւ անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն եւ սպասարկում։ Մինչ այդ ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է եւ ըստ էության որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել եւ եւս մեկ անգամ կրկնում եմ այսօր նրանց եւ նրան կմոտենա համապատասխան իրավաբան, որը քրեակատարական ծառայության իրավաբանն է եւ կպարզաբանի իրավունքը եւ նաեւ կխնդրի դիմում ներկայացնել մեր գործընկերներին դա փոխանցելու նպատակով։ Նրանց այսինքն փաստաբանների? Չէ, փաստաբաններին չէ, պատիժ ներողություն, խափանման միջոց կրող անձը